Բերդկոնք ամրոցը մեզ է հասել հնագույն շրջանից, թվագրվելով մեր թվարկությունից առաջ երկուսից առաջին հազարամյակներ։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ամրոցը գրեթե անմատչելի է բոլոր կողմերից։ Միայն Բերդկոնք գյուղի արևելյան կողմից է հասանելի, որը ներկայումս ամրոցի ավերակների հետ միաձուլված է։ Այս հուշարձանը բազմաշերտ կառույց է, վերակառուցվել և զարգացման բարձրակետին հասել է միջնադարում։ Բերդկոնքի ամրոցը համարյա իր ողջ երկարությամբ եզերվում է ժայռապատ խրամուղիներով, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի։ Միջնադարում Բերդկոնք կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, քանի որ ամրոցի դիրքը շրջապատի նկատմամբ գերիշխող է։ Ամրոցը կոչել են նաև Սպիտակ Բերդ, հայտնի է նաև Աղկալա, Իշխանած Բերդ անուններով։ Բերդը կառուցվել է մշակված բազալտով, կրաշաղաղի օգտագործմամբ։ Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան Սպիտակ Բերդ ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը։ Միջնաբերդի հարավային աշտարակն ունի մինչև 8 մետր բարձրություն, պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ, հատկապես արևելյան մասում լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մետր։ Բերդկոնքը առևտրի ու արհեստագործության կենտրոն էր ու վաճառատեղի, որտեղ վաճառվում էին Գեղարքունիքի գավառից և շրջակայքից բերված ապրանքները։ Նշանավոր էր իր խանութներով, կրպակներով և իջևանատներով։ Բերդկոնք ամրոցը ավերվել է 13-ից 14-րդ դարերի ընթացքում թաթար-մողոլական արշավանքների պատճառով։ Բերդկոնքը ընկած էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկներում, հատկապես կարևորագույն կայաններ Դվին, Պարտավ, Տարանցիկ ճանապարհի վրա։ Բերդկոնքը այն բացառիկ առևտրի կենտրոններից էր, որ չէր պատկանում այս կամ այն ֆեոդալի, և ամբողջովին ենթակա էր քաղաքի ավագանուն։ Սև Բերդ ամրոցը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անի ստորգետնյա կառույցների նման Սև Բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել, և Բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր Բերդը, ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սև Բերդը կառուցվել է Գյումրին ամրացնելու համար։ Մի շարք պեղումների արդյունքում պարզվել է, որ Սև Բերդի տարածքը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները այստեղ կատարվել են մոտ 1875 թվականին։ Հետագայում 1900 թվականին Սև Ղուլի տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գյոսները, իսկ 1907-ից 1908 թվականներին Խառատյանցը։ Պեղումներ իրականացրել են նաև Կումայրի արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան և այլն։ Ամբողջ հարթավայրը սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ հոյակապ հնագիտական հուշարձան է։ Բերդի տարածքում սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան մշակութային հարուստ ժառանգություն կա։ Այս պատմական հուշարձանը վերջին ժամանակներում նաև սեփականաշնորհվել է։ Սև Բերդը Գյումրի քաղաքի ամենանշանավոր պատմական կառույցներից է և Հայաստանի կարևոր մշակութային ժառանգության հուշարձաններից մեկը։ Բերդը գտնվում է բլրի վրա։ Այն ունի յուրահատուկ շրջանաձև կառուցվածք և կառուցված է սև տուֆ քարից, ինչից էլ ստացել է իր անվանումը։ Այսօր Սև Բերդը համարվում է Գյումրիի խորհրդանիշներից մեկը, միավորելով ռազմական պատմությունը, յուրահատուկ ճարտարապետությունը և ժամանակակից մշակութային կյանքը։